2025-ը շատ խիտ ու հարուստ տարի ա եղել AI-ի զարգացման առումով, գլոբալ իմաստով շատ մեծ քանակի AI-ով գործիքներ են ստեղծվել ու զարգացել, տասնյակ հազարներ, բայց որոշները ընդամենը 2 տարեկան կազմակերպություն լինելով, ոնց օրինակ Cursor-ն է կամ Lovable-ն է, օրինակ $30 միլիարդ valuation-ի է հասել Cursor-ը կամ 6.6 միլիարդ օրինակ Lovable-ն է հասել, այսինքն լուրջ մեծ տարբերություն նախորդ տարիների համեմատ եղավ այն, որ AI-ը տարբեր խնդիր լուծող գործիքներում շատ ակտիվ օգտագործվեց ու սուպեր տարածում ստացավ։ Հայաստանի մասով նախ Nvidia-ի հետ Firebird-ի պայմանագիրն եղավ, որը շատ տպավորիչ է, կես միլիարդներ դրում, այսինքն մոտ 5000 GPU Հայաստանում այդ տարածաշրջանի համար շատ խոշոր լուրջ AI factory է, որ լուրջ փոփոխություն եղավ։ Ամենակարևոր փոփոխություններից գլոբալ իմաստով այն եղավ, որ physical AI-ը արդեն սկսեց ճամփա ընկավ, այսպես ասած, շատ ավելի մեծ տեմպերով հումանոիդ ռոբոտներ ստեղծվեցին, ոնց որ Tesla-ն իր Optimus ռոբոտներն արտադրեց, չինական կազմակերպությունները Unitree-ն, Xpeng-ը շշմելու տեմպերով զարգանում են։ Այսինքն մի շատ մեծ քայլ ասելը դրան քիչ է, long, sense մի հատ մեծ եղավ դեպի արդեն AI-ը կենցաղ մտնելու այս process-ը, էլի։ Այն ամեն ինչ որ այս տարի տեղի ունեցել, դրա էքսպանսիային ենք սպասում, թե կրթությունում AI-ը շատ մեծ թափով պետքա տարածվի, թե այս գործիքները արդեն 43000-ից ավել AI-ով ստեղծված գործիք կա, այս գործիքները 2026-ին կսկսեն արդեն տեղավորվել, ովքեր են իրապես լավ որակի գործանում, ովքեր չէ, կսկսի ինչ-որ ֆիլտրվել, ու ամենակարևոր նորությունը էլի հենց physical AI-ի հետ է կապված, եկող տարի, եթե ամեն ինչ լավ գնաց, այդ հումանոիդ ռոբոտներն արդեն կդառնան ազատ վաճառքում հասանելի բոլորիս։ Այսինքն ամեն մեկը ոնց որ իր հեռախոսն ունի, իր ավտոն ունի, հնարավորություն կունենա իր 2x2 ոտով հումանոիդ ռոբոտն ունենալ տարբեր խնդիրներ լուծելու համար, տեսնենք, մինչև 2026-ի վերջ շատերը խոստանում են, որ այդ արդեն բոլորիս հասանելի է լինելու։